Հայաստան եկողների ցանկություն կա Լիբանանում մեր համայնք ինչպես է փորձում լուծել այդ խնդիրը ռմբահարումներից խուսափելու համար։ Նախ ասեմ, որ այդ սահմանափակ ուրեմն ավիաընկերությունները, թռիչքները Լիբանան ավիաընկերության նաև թեպի Երևան իրականացնում են գաննավոր թռիչքներ։ Այդ թռիչքներով մարդիկ գնում գալիս են Երևան, բայց արդահոսքի զանգվածային երևույթ չկա, խոճապային երևույթ չկա եւ գաբը շարունակվում է անխափան, մինչ այժմ անխափան շարունակվում է Երևանի հետ։ Գիտեք, հայ համայնքի գծով ասեմ, որ փախումնային կոդիների հերույ է, բայց նաև այդ փախստականների ալիքը հասել է նաև հայկական շրջանների մերձակա տարածքներ եւ ի տարբերություն նախորդ ուրեմն քաղաքականական փախստականների ալիքներին այս անգամ ավելի երկարադեպ է լինելու, որովհետեւ յետտարցի հնարավորությունները բավական ուրեմն սերմովում են, որովհետեւ մարդկանց բնակարանները, թաղերը, քյուղերը ամբողջ հարթ հավասար իրավիճակում են այդ հրթիռագործումների իբրև հետևանք։ Բայց հրթիռակոծությունների հիմնական թիրախը Բեյրութն է եւ արվարձանները։ Հիմնականը հարավային շրջանն է, Բեյրութի հարավային արվարձաններն են, Բալբեկն է, Բեկան է, այնտեղ որտեղ Հեզբոլլահի հենագետերն են, գետրոններն են, բայց նաև թիրախ ուրեմն հայտնվել է տարբեր շրջաններում, այսինքն մի հյուրանոց, որը գործում էր Բեյրութի քրիստոնյա շրջաններում մեջ, ուրեմն փուլ եկավ, հրթիռագործվեց, որովհետև Իսրայելը այնտեղ նկատել էր, որ Հեզբոլլահի պատասխանատու անձ կա։ Քո աշխատանքային ռեժիմը չի փոխվել այս հրթիռակոծությունների պատճառով։ Աշխատանքային ռեժիմը հատկապես արագ լուրեր թողարկելու առումով արտակարգ ռեժիմով աշխատում ենք, բայց փորձում ենք նաև որ որևէ խոճապային մթնոլորտ չստեղծվի եւ շատ կարեւոր է որտեղ նաև առընթեր դեղեկատվական պատերազմ է այդ դեղեցությունները մակրազդելու եւ օբյեկտիվ լրատվություն թողարկելու անհրաժեշտության առաջ ենք կանգնել։ Ну, хотелось бы сказать, что, конечно, новый лидер, который занял место своего отца, и тем более, что у него во время удара, который был нанесен по штаб-квартире Аятоллы, погибли самые близкие люди, и отец, и мать, и супруга, и дети. Конечно, он будет мстить своим убийцам, и к тому же сами стражи исламской революции, они как раз и хотели, чтобы был именно такой лидер. Получается, что на самом деле это сильная фигура. Но опять же мы видим, что вот эти удары, которые были нанесены именно в первые дни, и было уничтожено большая часть руководителей Ирана, привели к тому, что, конечно, они сегодня испытывают определенные трудности в принятии каких-то решений. И, конечно, самое главное, чтобы сегодня именно новый лидер Ирана имел возможность отвечать на те удары, которые наносит непосредственно Израиль и Соединенные Штаты Америки по территории Ирана. Но мы видим, что бомбежки продолжаются, бьют уже и по ядерным объектам, бьют и по многим городам Ирана. И, конечно, уже ответные удары самого Ирана, они уже не такие мощные, как были в первые дни. Իրանում Հայաստանի կեցվածքը այս կոնֆլիկտի հանդեպ ինչպես են գնահատում։ Ես կարծում եմ դրական վերջին օրերին էլ արդեն տեսան պաշտոնական հայտարարություններն էլ նաև տեսփանը ունեցավ այստեղ հարցազրույց, որ շնորհակալություն հայտնեց Հայաստանի կողմից ընդունված դիրքորոշումները եւ շնորհավորանքների առումով եւ մոդեցումների առումով տարբեր բանը որ ունեցան իրենք դրական են տեսնում եւ նամանավանդ որ Հայաստանը ունի են հարաբերությունները որի հիման վրա պիտի հակադրվել Իրանի հետ, ասինքն ոչ Իսրայելի հետ այդ ռազմավարական հարաբերությունն ունի, ոչ էլ որևէ երրորդ այլ երկրի հետ պայմանավորված է Իրանի դեմ քայլի գնալու։ Այս հարցը կարծում եմ, որ իրանական կողմի համար փաստ է, նույնիսկ եթե հիշում եք շատ թեժացավ այս հարցը Թրիպի
ծրագրի նախորյակին եւ բավական իրանական կողմը դժգոհան կայտարարեց այդ մասին, երբ որ հայկական կողմը եւ պարոն Արմեն Գրիգորյանի այցը, փոխվարչապետի այցը եւ այլոց այցերը, որոնք եկան բացադրելու թե իրենից ինչ է ներկայացնում այդ եւ Հայաստանը ինչպես է նայում դրան, լրիվորեն հարթվեց այդ մտահոգությունները եւ այլ Պատերազմի նախորդին Հայաստանի պաշտպանության նախարարի այցը։ Այո, այդ արդեն նաեւ լրացուցիչ էր այդ բոլորի համար կարծում եմ։ Мы понимаем, почему это он сделает заявление, потому что цены на бензин растут, цены вообще на ГСМ растут на американском рынке. Это, естественно, раздражает американского избирателя, в том числе избирателя Трампа. И в преддверии осенних выборов это не лучшая реклама для трамповской политики, но учитывая то, что клубок противоречий на Ближнем Востоке, в зоне Персидского залива завязался очень глубокий, и касается он очень многих заинтересантов в мире, которые совершенно не намерены прекращать военный конфликт, в интересах которых военный конфликт продолжать дальше и дальше, чтобы он переживал эскалацию. И тут предположить о том, что Трампу удастся вот так вот легко выйти из этого конфликта, достаточно сложно. И уже будут против и ястребы внутри американского руководства, и непонятно, как им выйти из вот этих тесных взаимоотношений с Израилем, ну и не потерять лицо в глазах мирового сообщества уже предельно сложно, потому что весь мир видит, что задачи, которые Соединенные Штаты ставили, они, в общем-то, не увенчались успехом. Это скорее история неуспеха. Поэтому для американцев, наверное, для Трампа было бы уже не начинать конфликт. Об этом говорит уже то, что само американское руководство начало нервничать. У них там, как то, что называется, путаются в показаниях. Но решить эту задачу достаточно сложно, потому что и изнутри Соединенных Штатов, и извне будут всячески держать США вот как бы уже в этой ситуации, не давая им возможности выйти из нее, не потеряв лицо или совершенно не растратив стратегические свои связи, отношения со странами Персидского залива в том числе. Եվ Հայաստանի դիրքորոշումը այս խնդրի հետ կապված հստակ գեցվածք չի ցուցաբերել, մանավանդ որովհետև մի կողմից եթե տեսնեք թե կառավարության կողմ է, թե ամենայն հայոց կաթողիկոսության կողմ է, դիրքորոշումներ կան սուքի ոնց որ մոդեցման իրանական իրողության եւ այլն, բայց իրենք հալ չեն իմանում եւ մանավանդ վարչախումբը չի իմանում թե ինչ պիտի անի, որովհետեւ վարչախումբը որոշ մասով ինքը ուղղվել է արդեն դեպի Միացյալ Նահանգներ, բայց ինքն էլ հասկանում է, որովհետեւ վարչախումբի մեջ ալ խելացի անձնավորություններ կան, որ իրականության մեջ սա կարող է շատ ծանր իրավիճակի հասցնել Հայաստանի գացությունը։ Հիմա նայեցեք ինչա կատարվում, ինչ որ կվերապերի Տրիպի պատմությունը, այսինքն Թրամփի այս կուլուարի, այսինքն միջանցքի երևակայած այս հնարավորությունը, մանավանդ հիմա սա ստանում է ոնց որ մի իրավիճակ, մի գացություն, որը Իրանի կորձոնը բոլորովին մեգուսացում է եւ իբր թե ավելի թյուրացնում է արևելք-արևմուտք հարաբերությունները եւ ոչ հյուսիս-հարավ հարաբերությունները։ Բայց այս տեսակ մի գացություն չգարձեք, որ Չինաստանի համար թյուրությամբ պիտի կարողանա ակնկալվել, որովհետեւ արևելք-արևմուտք հարաբերությունները անպայման չի նշանակում, որ Չինաստանը ընդգրկված է եւ Հնդկաստանը ընդգրկված են։ Ընդհանրակը իրենք դուրս են մնալու այս ամեն ինչից։ Եվ ասված չնե,
եթե այս կոնֆլիկտի մեջ ներգրավվի նաև Պակիստանը, on մենք լրիվ ուրիշ հարաբերության մեջ պիտի մտնանք, ինչ որ գվերապերի Հնդկաստանի ներքաշողականության մեջ։ Եվ հոն ինչ պիտի անենք մենք, որովհետև մենք չմոռանանք, որ ամենակարևոր զինամթերքի արդահանողը դեպի Հայաստան ոչ Ռուսաստանն է, ոչ Ադրբեջանն է, ոչ Թուրքիան է, ոչ ուրիշ երկիր է, այլ Հնդկաստանը։ Եվ մենք պետք է զգույշ լանք այս գացության մեջ ընդհանրապես մարդկանց ոտերի վրա չքայլելու։ Проблема цен на энергоносители, цен на удобрения, цен на продовольствие и вообще проблема глобального экономического кризиса, она сейчас в полных своих масштабах никем спрогнозирована быть не может. Люди могут только сказать, даже самые выдающиеся специалисты, что будет очень плохо. И причем всем. Кому-то чуть лучше, а кому-то чуть хуже. Но плохо будет всем. А вот насколько плохо и чем в принципе это закончится? Ну не надо забывать, что Израиль, то есть одна из воюющих сторон, не просто незаявленная ядерная держава, но государство, которое неоднократно угрожало применением ядерного оружия против Ирана, именно мотивируя это тем, что для спокойствия Израиля Иран должен быть разобран на запчасти. И если не получается при помощи Соединенных Штатов сделать это обычными вооружениями, то где гарантия, что Израиль не применит ядерное оружие, если будут считать, что войну он проигрывает? И где после этого гарантия, что кто-нибудь не применит ядерное оружие по Израилю? Значит, в ответ. И от этого может раскрутиться очень серьезное глобальное противостояние, причем глобальное ядерное противостояние. Поэтому я говорю, что результаты этой эскалации они полностью непрогнозируемые. Самое главное, что она может происходить вот такими вот скачками. Да? Вчера вроде бы все спокойно, только чуть-чуть растут цены на нефть. Завтра это уже серьезный кризис на грани катастрофы. Իրանական պատերազմը Բաքրատ կարող է ազդել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների վրա։ Այս անկրվանին ոչ, որովհետև այս անկրվանին թե Հայաստան, թե Թուրքիա Իրանեն դուրս գալ ուզող արտերկրացիներու համար մանավանդ բաց սահմաններ հանդիսացան հայրուրավոր մարդիկ Իրանեն անցան Հայաստան, նույնը բադայեցավ Թուրքիա եւ թուրքական կողմեն դեպի Իրան հասնել ուզող իրանցիներ ալ նույն սահմանեն օգտվեցան։ Հետևաբար Հայաստան եւ Թուրքիա գարզես այս խնդրի մեջ նման թիրքի ընթացքին մեջ գտնվող երկու երկիրներ են։ Իրանու համար թեմ արդեմ կալու խնդիրը գոյություն չունի, բայց թրական ինչ հետևանք կունենա անալ շատ նկատելի չէ, չենք գիտեր, բիդեսնենք օրերու հոլովույթով, բիդեսնենք ամեն ինչ։ Որոշ բարելավում կամ բնականոնացում եթե կա, Թուրքիա օտային գիծերը արդեն թրիչ կատարեցին դեպի Երևան, սա իր պատմության մեջ առաջինն է, աննախադեպ երևույթ է, որ Թուրքիա պետական օտային ընկերությունը ուղիղ չվերթ կատարեց Երևան, արարողակարգ մնալ ըրին այս մասին, այդ առաջին ուղևորության համար, որոշ բնականոնացման պատկերը կա, բայց շոշափերի բաներ դակավին շատ կբացին։ Прежде всего, я думаю, даже не ракетных запусков, которые уже были в сторону Турции, а вероятности восстания тех же самых курдов иранских и других национальных меньшинств. И в результате вероятность афганизации, сириизации, там ливизации, там разные схемы распада, множество на самом деле существует. Иран, она растет, и в таком случае, во-первых, Турция получает коллапс в соседнем государстве, экономический урон хотя бы так. Во-вторых, миллионы беженцев, в том числе азербайджанцев, которые пойдут и в Азербайджан, и в Армению, кстати, тоже, и в Турцию, да. И в-третьих, потоки оружия, радикалов разных совершенно направленностей, а в-четвертых, очередной всплеск
курдского движения в Иране, там, по-моему, 5-7 миллионов курдов, может быть, там до 10, окей, которые, если у Израиля и Штатов получится их раскачать, ну, это дополнительный и очень неприятный на собственных границах фактор для турок, с учетом их противостояния чуть улучшившейся сейчас ситуации с курдами собственными, курдами иракскими, сирийскими, и получить очередной кризис, конечно, туркам не надо. После Второй мировой войны, ну тогда еще не было Европейского Союза, да, европейские страны, потом впоследствии это реализовалось в европейскую интеграцию, но европейские страны привыкли к тому, что американцы обеспечивают вопросы безопасности, и какие-то серьезные кризисы, которые возникали в большой Европе, да, это будь то югославская проблема или будь то украинская проблема, в общем-то, европейские страны уходили в сторону и американцам давали возможность эти проблемы разрешить. Вот насколько Европейский Союз готов обрести субъектность и готов разговаривать с Тегераном, ну, на основе самостоятельных интересов. В чем-то они могут совпадать с американскими, в чем-то нет. Но вот эта субъектность ключевая проблема. Потому что то, что мы видим сегодня в Европейском Союзе, разные довольно подходы. Мы видели подход Испании, да, испанский премьер достаточно жестко сказал, что не согласен с линией Трампа. Отчасти где-то некоторую фронту проявила премьер-министр Италии Джорджа Мелони. Ну, например, точнее канцлер ФРГ Мерц пытался солидаризироваться с Трампом. Во многом близость позиций демонстрирует и Париж. Вот настолько и насколько Европейский Союз будет готов к выработке единой линии. Ведь для многих стран Европейского Союза ближневосточная проблематика не то чтобы особо интересна. Для Италии, Испании, Франции, вот стран южной части Европы, действительно это близко. Это важно. Допустим, для Польши не уверен, что это... Да, связь пропал с Москвой. Да. Мы сейчас продолжим ереванской истории, пока Сергей вновь соединится с нами. То есть, Арман, без участия Вашингтона возможны какие-либо переговоры, да? Между Евросоюзом и Ираном? Да, да. Переговоры возможны, но это только... С окончанием решения. А это вот я возможным не считаю. То есть без Вашингтона и без Израиля вопрос, связанный с Ираном и окончанием войны, решен не будет. А с Вашингтоном и Израилем вопрос может быть решен только одним путем. Это уничтожение режима в Иране с возможным последующим распадом государства. Хорошо. И судя по тому, как позиционировали себя Соединенные Штаты в период, когда в Иране начались массовые демонстрации, то есть Штаты и Израиль взяли паузу. Во время этой паузы правящая элита смогла с демонстрантами расправиться и подавить. Что удивительно очень. То есть, в принципе, и пришла бы... На массовых шествиях. Возможно, пришла бы к власти некая новая элита, которая смогла бы себя позиционировать достаточно независимо по отношению к тем же Соединенным Штатам. То есть, элита, которая не стала бы подчиняться напрямую. Эта элита практически была уничтожена правительственными силами, силовиками. И после этого Штаты и Израиль приступили к бомбардировкам. То есть те, кто могли бы потом взять на себя руководство страной, возможно, они были уничтожены.